Հայաստանը որպես առաջին քրիստոնյա երկիր ունենալով այսքան մեծ քրիստոնեական ժառանգություն, այնուամենայնիվ աշխարհին դեռ բավարար չի ներկայացրել իր ներուժը, շատ երկրներ, շատ զբոսաշրջիկներ չգիտեն Հայաստանի առաջին քրիստոնյա երկիր լինելու մասին։ Ամփոփիչ ասուլիսում մտահոգությունն է հայտնում զբոսաշրջության կոմիտեի նախագահը, նշելով, որ 2025 թվականին ուշադրության կենտրոնում է նաև կրոնական զբոսաշրջությունը։ Այս ուղղությանը մեծ տեղ են տալու։ Զբոսաշրջության ոլորտի փորձագետի պարզաբանման պատճառն այն է, որ հարևան պետություններից զբոսաշրջիկները հիմնականում ռեգիոնալ տուրի շրջանակում են գալիս Հայաստան։ Նրա պնդմամբ մեր երկրում ռեգիոնալ տուրերը չեն վերահսկվում կոմիտեի կողմից, քանի որ զբոսաշրջիկները որպես երրորդ երկիր Ադրբեջանից, Թուրքիայից, Վրաստանից տուր փաթեթով են գալիս մեր երկիր, իսկ Վրաստանն ու Ադրբեջանը փորձագետի պնդմամբ միջազգային հարթակներում բավականին ագրեսիվ մարքեթինգ են իրականացնում։ Զբոսավարը կամ ուղեկցողը լինում է տվյալ երկրի զբոսավարը եւ ոչ հայ, հայաստանցի, եւ այստեղ կա ռիսկ եւ կարծում եմ դա ոչ միայն զբոսաշրջության ոլորտի խնդիր է, այլ նաեւ ազգային անվտանգության, քանի որ մենք չգիտենք, թե տվյալ խմբերին ուղեկցող այդ զբոսավարը ինչպես է ներկայացնում Հայաստանը։ Զբոսաշրջության կոմիտեի նախագահը նաև վստահեցնում է հունվար ամսվա համար զբոսաշրջիկների ահռելի հոսք կա։ 40,000-ով ավելի զբոսաշրջիկ է եղել։ Նրանց թիվը հասել է 170,000-ի։ Սակայն փորձագետ Նելի հակառակն է պնդում, նշելով, որ դա ոչ թե իրենց աշխատանքի, այլ նրա արդյունքում է, որ հունվարը առհասարակ համարվում է ճամփորդական ոչ ակտիվ սեզոն։ Եվ այդ ընթացքում ավիաընկերություններն առաջարկում են տոմսերից ցածր գներ։ Զբոսաշրջիկներն էլ նոր ուղղություն ընտրելիս առաջինը դիտարկում են, թե որ ուղղությամբ է ավիատոմսը ավելի մաչելի, ինչն էլ հոսք է ապահովում։ Կոմիտեի նախագահը նորություն էլ ուներ։ Ասաց, ԱՄՆ-ից ոչ յանով վերջացող ազգանունով զբոսաշրջիկների թիվը գնալով ավելանում է, եվրոպական երկրներից ևս կան։ Նշեմ, որ շուտով Turkish Airlines-ն է գալիս Հայաստան, նրանք իրականացնում են այդպիսի չվերթ եւ ունեն այդ ներուժը, որպեսզի թռնեն Հայաստանից։ Դուբայը, Qatar Airways-ը եւ այլ տարբեր ավիաընկերություններ եվրոպական, որոնք իսկ դեպի Հայաստան տրանզիտով Ամերիկայից տեղափոխել են ուղևորներ, այնպես որ չեմ կարծում, որ Turkish Airlines-ի հենց մուտքով է դա, այսպես ազդարարվում որպես լուրջ նոր Ամերիկայի այդ ուղղությունից զբոսաշրջիկներ ներգրավելու ինչ-որ մեծ հնարավորություն է բացվում Հայաստանի համար, քավլիցի ոչ։ Իրենք հստակ ինչ հաշվարկներ են արել կամ ինչ պայմանագրեր ունեն։ Հայաստանում նոր թափով կզարգանա բժշկական զբոսաշրջությունը, վստահեցնում է կոմիտեի նախագահն ու հավելում, դա հնարավորություն կտա Հայաստան հրավիրել այն բոլոր երկրներին, որոնք ունեն բժշկական զբոսաշրջության հաջողված փորձ եւ տարեկան 100,000-ավոր զբոսաշրջիկների կամ պացիենտներին են ընդունում իրենց երկրներում բժշկական ծառայություններ ստանալու համար։ Ամփոփելով արդյունքները, կոմիտեի նախագահն ասաց, որ 2025 թվականի արդյունքներով զբոսաշրջիկների 41%-ը ժամանում է Ռուսաստանից, այնուհետև Վրաստանից ժամանողների աճ է գրանցվել մոտ 30,000 մարդ։ Դրան հաջորդում են Իրանից եկողների թիվը։ Շարունակում են բանակցությունները դեպի Չինաստան ուղիղ չվերթ սկսելու ուղղությամբ։ Քնարիկ Պետրոսյան, ժամը լրատվական։